Բարեկամներ ողջույն, այսօր Երևանյան զրույց է մեզ մոտ լինելու, իդեպ տաղավար գալուց առաջ անցնում էի կոնսերվատորիայի դիմացի այգով, որը ըստ քաղաքապետարանի տեղեկությունների երկար դատական քաշքշուկների արդյունքում վերջապես վերադարձվեց երևանցիներին եւ հիմա այնտեղ ակտիվ ծառատունք եւ բարեկարգման աշխատանքներ են իրականացում, բայց այսօրվա մեր թեման ոչ թե այգին է, այլ Երևանյան հայտնի փողոցներից մեկը։ Այսպիսով Երևանի ավականու այսօրվա նիստի օրակարգում Աջափնյակ եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ձեզ հայտնի Լենինգրադյան փողոցը բարերար Քրկ Քրքորյանի անվամբ անվանափոխելու մասին հարցներ ներկայացնում։ Նախագիծը թվում է թե պետք է մեծ բարերարի անունը կրող, այդ փողոցը ավանդակոչելու գործընթացը պիտի ընթանար շատ կառուցողական, գեղեցիկ, հայրենասիրական մթնոլորտում, բայց այդպես չեղավ։ Ինչևէ, նախագիծը ավականու նիստին ներկայացրեց Հանրապետություն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը։ Հանրապետություն խմբակցության ղեկավարը նկատեց Լենինգրադյան փողոցի անվանափոխման հարցը առնվազն 10 տարի է ինչ կա, ինչ օրակարգում է, սա նոր բան չէ։ Լենինգրադյան փողոցի անվանափոխման նախագիծը դեռ այն ժամանակաշեք ելք խմբակցություն կար, 2017 թվականին էին այս նախագիծը ներկայացրել, որտեղ եղել է անգամ քաղաքացիների ստորագրահավաք, շուրջ 10,000 ստորագրություն էին հավաքել, նրանք դիմել էին Լենինգրադյան փողոցը անվանափոխելու խնդրանքով, բայց ոչ թե Քրքորյանի, այլ այն ժամանակ Լեոնիդ Ազգալդյանի անունով պետք է անվանափոխեին, սակայն իրերը դասավորվեցին մի փոքր այլ կերպ, արդյունքում Ազգալդյանի անունով անվանակոչվեց Սարալանջում գտնվող մի փողոց, իսկ այս հարցը մնաց օրակարգում։ Հիմա եկեք լինենք անկեղծ, 2017 թվականին բարդ էր պատկերացնել, որ որևէ մեկը կհամարձակվեր Երևանի լայնեզր փողոցներից մեկը, այն էլ Լենինի անունը կրող հանկարծ անվանափոխել։ Մեկ այդ մտովի գնանք 17 թիվ, կհասկանաք ինչու եմ սա ասում, բայց հիմա դրսում 2025 թվականն է, վերջին եռամսյակն է եւ ինչպես ասում էր դասականը, իրավիճակ է փոխվել։ Անվանափոխման հետ կապված այս նախաձեռնությունը նաեւ քվեարկության էր դրվել ակտիվ քաղաքացի հարթակում եւ արժանացել էր քաղաքացիների հավանությանը։ Ավականու ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը կարծիք հայտնեց, թե որոշումը քաղաքական է, ապա հայտարարեց, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախագծին որևէ քվեարկությունից։ Ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ իր հերթին կարծիք հայտնեց, որ եթե Մայր Հայաստան խմբակցությունը քվեարկի, նա չէ կարող քվեարկել այս նախագծին անկախ այն հանգամանքից, թե ում անունով է անվանակոչվելու այդ փողոցը։ Ինչպես ասում է Գալջյանը, եթե դուք կողմ քվեարկեք, հավանաբար 24 ժամ հետո ձեր գրասենյակները, բոլոր տարածքային կառույցները կլուծարվեին, կփակվեին եւ ձեր նորաստեղծ կուսակցությունը ինքնալուծարման կենթարկվեր։ Մեջբերման ավարտ։ Զարմանում եմ, բայց այսպես adekvat մոտեցումը ցուցաբերեց հանրային ձայն խմբակցությունը, այսպես դրականորեն եմ շատ գնահատում, ավականու հանրային ձայն խմբակցության անդամ Արտակ Գալստյանը հայտարարեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու այս նախաձեռնությանը եւ կարծիք հայտնեց, որ պետք չէ այս ամենը քաղաքականացնել։ Եվ իրոք դա քաղաքականացնելու բան ուղղակի չկա։ Քվեարկությունը արդյունքում 37 կողմ ձայն ստացավ, դրական 2-ը դեմ էին, 18-ը ձեռնպահ, արդյունքում նախագիծը ընդունվեց։ Այսպիսով Լենինգրադյան փողոցը պաշտոնապես կրելու է մեծ բարերար Քրկ Քրքորյանի անունը։ Ընկերներ, արդարության համար ասեմ, որ վերջին շրջանում Երևանի տարբեր փողոցներ անվանափոխելու քայլեր ձեռնարկվել են եւ սա առաջինը չէ։ Նախորդ տարի գուցե հիշեք բուրըն քննարկման ու թեժ բանավեճի առարկա էր դարձել Երևանի կենտրոնի Ամիրյան փողոցը անվանափոխելու հարցը, իրեւ գուցե շատերը չգիտեն, բայց Ամիրյան փողոցը կրում է Արսեն Ամիրյանի անունը, ով եղել է բոլշևիկյան հեղափոխական Բաքվի 26 կոմիսարներից մեկը։ Իսկ իր գործունեությունը ինչ հայանպաստ քայլեր է ունեցել, Հայաստանի Հանրապետության պետականության զարգացման հետ կապված ինչ զուգահեռներ է ունեցել, այս ամենը թողնում են պատմաբանների գնահատականներին, ես հիմա գնահատական չեմ տա, ուսումնասիրեք եւ կհասկանաք։ Նույն տրամաբանությամբ Երևանի կենտրոնում ժամանակին Ազիզ Բեկովի հրապարակ կար, ավագ սերունդը կհիշի,
Հետաքրքիր է Ազիզ Բեկովի հրապարակը հանկարծ ինչու Սախարովի անվան հրապարակ դարձավ։ Դա եւս կարծում եմ ուսումնասիրելու առարկա է, իսկ թե ով էր Մաշադի Ազիմ Բեյ օղլու Ազիզ Բեկովը, դա եւս թողնում եմ պատմություն սիրող մեր հեռուստադիտողների ուսումնասիրության։ Իսկ հիմա մենք վերադառնանք Լենինգրադյան փողոց։ Ընկերներ, թվում է թե բացարձակ ապոլիտիկ հարց է սա։ Քրքրքորյան, այնպիսի վաստակ ունեցող անձնավորություն, հարգարժան անձնավորություն, որի հետ գուցե, ասենք, Մանթաշյանցը կամ Նուբարը կարող է, համեմատվել։ Բայց ահա տեսեք, թե ինչ հակասությունների չափաբաժին է, ինչ թույն մթնոլորտ է, ինչպես ասում են։ Եղան անգամ ավականու անդամներ, ովքեր Լենինգրադյան անունը մեր ազգային հարստության հետ համեմատեցին, ասելով, որ դա ազգային արժեք է։ Իհարկե, այստեղ կարելի է հարցնել այդ պարոններին, կներեք, Լենին պապին այդ ինչ է արել ձեզ համար, որ այդքան ազգային արժեք է անկած դարձել։ Թե հենց այդ նույն Լենինի երեսից չէ, որ 100 տարի գծած սահմանների ցավն են քաշում ու սերունդեր ենք նահատակում։ Երբեմն զարմանում եմ այս մեկնաբանության վրա, որովհետև ինչպես ավակ ընկերներիցս մեկն էր ասում, Հայաստանում կան հայեր, որոնք ռուսից ավելի ռուս են։ Տեսեք, Ռուսաստանում անգամ Լենինգրադ անունը անվանափոխեցին, այդքան մեծ աղմուկ չեղավ, ինչքան մեզ մոտ մեկ փողոցի պատմությունը։ Այս հանձնաժողովում գտնվեցին նաև այնպիսի դեմագոգներ, ովքեր այս պարզ հարցը թողած սկսեցին հյուսել հայերի երևի ամենասիրելի թեման՝ պաթոսի այն երևակայելի չափաբաժնով։ Հայկական քաղաքակրթությունը 5000 տարվա պատմություն ունի եւ մեր գլխավոր առանձնահատկությունը մշակութային բազմաշերտությունն է, որը չենք կարող անտեսել, ասում էր այդ դեմագոգ գործիչներից մեկը։ Ես շատ ուրախ եմ, որ նա այս բանը ասեց, շատ ուրախ եմ, որովհետև երևի ինքն էլ չհասկացավ, թե ոնց է ինքն անձամբ ընկել իր ասած հյուսած թակարդը։ Եթե չհասկացաք ինչ նկատի ուներ, ասում է 5000 տարվա պատմություն ունենք եւ 5000 տարվա մեջ ինչքան բան որ եղել է, այդ ամենը մեր մշակութային արժեքն է եւ մենք չենք կարող այդ ամենը անտեսել, դա մեր հիշողությունն է։ Սա շատ վտանգավոր տենդենց է եւ կարծում եմ այս տենդենսի հեղինակը անգամ չի էլ գիտակցում, թե ինչ վտանգավոր բան է ասել, որովհետեւ եթե սկսենք հանկարծ ժամանակագրության մասին խոսելու, պատմական ժամանակաշրջանների անուններով կոչել այս կամ այն փողոցը կամ կոթողը, ապա ասպարեզ կգան այնպիսի անուններ, այնպիսի դեմքեր, գործիչներ, որոնք հաստատ ոչ հայկական, ոչ ռուսական, անգամ վրացական ազգանուններ չեն ունենա։ Դրա համար այնպես որ նման բաներ ասելուց առաջ վատ չէր լինի, որ այդ պաթոսով փաթեթավորված խոսույթի հեղինակները տարական բաներ էլի գոնե ծանոթանային, ասենք Գյուլիստանի պայմանագրին, Թուրքմենչայի պայմանագրին, գոնե որոշ էջերին, որ նման բաներ հանկարծ չասեին։ Իսկ ձեզ, հարգելի հայրենակիցներ, որպես մեր զրույցի ամփոփում ասեմ հետևյալը։ Պատմություն հիշելը իհարկե անհրաժեշտ է, կարևոր է, եւ դա մեր էությունն է, որից մենք չենք կարող փախնել, բայց քաղաքը, այն էլ մայրաքաղաքի փողոցները, պիտի կրեն այնպիսի մարդկանց անուններ, ովքեր նպաստել են մեր պետության, պետականության, բանակի, մշակույթի, սպորտի, գիտության, կրթության, տնտեսության զարգացմանը, այլ ոչ թե թուրքի ու քեմալիստների հետ եղբայրության պակտ են ստորագրել։ Կարծում եմ հասկացաք ես ում մասին եմ խոսում։ Մտածեք այդ ուղղությամբ։